Բարև ձեզ։ Մենք այսօր խոսելու ենք այն մասին, որ մարդիկ ճակերտավոր լավություն են անում և հետո ուզում են, որ այդ լավությունը գնահատես։ Ճիշտ է, լավություններ կա, որ պետք է գնահատել, բայց այն դեպքը չէ։ Օրինակ, կան լավություններ, որ արվում է զուտ լավություն, իսկ կա լավություններ, որ արվում է ուղղակի շոու, ուղղակի ցուցադրական, ուղղակի ասելով, որ մենք արեցինք էսինչը հիմա պետք է ստանանք, էսինչը։ Հիմա ասեմ, եթե մարդը լավություն է անում, նա չի բարձրաձայնում, եթե դա կոչվում է իհարկե լավություն։ Նա անում է շատ հանգիստ, առանց որևիցե մի հատ խոսալու, առանց ակնարկելու, որ նա լավություն է արել։ Իսկ նրանք, ովքեր որ իբր լավություն են անում, նրանց ախորժակին համբերություն, մտքներին կործանարար մտքեր, որ ավելի լավ կործանարար մտքեր ունենան, բայց նրանք թող մի բան լավ հասկանան, որ ոչ կործանարար մտքերով, որ ոչ շանտաժներով, ոչնչի չեն հասնելու, որովհետև այո, Աստված տեսնում է, նորից եմ կրկնում, նրանք այդ ամենը անում էին մաքուր սրտով, թե ուղղակի ցուցադրական շոու, և եթե Աստված տեսավ, որ դա ընդամենը շոու է, այդ մարդիկ չսպասեն ինչ-որ փառքերի, թե նրանք լավություն արեցին ու հիմա պետք է փառքերը ստանան։ Դրա համար կեղծավորություններ մի արեք, արեք ճիշտ արդար ձևերով, լռակյաց, ոչինչ չպահանջելով, իսկ եթե դուք անելու եք բարձրաձայնելով, դա արդեն լավություն չի կոչվելու երբեք։ Ու դա արվում է, այսինքն, հենց ձեր համար, այլ ոչ թե մեր, դա արվում է որպես շոու, այսինքն, դե դուք հիմա մտածեք, դուք այդ լավությունը անողնե՞րն եք, թե շոումենները, այսքանը։